պարտությունը ներկայացվելու է որպես հաղթանակ, հաղթանակը ներկայացվելու է որպես պարտություն, հերոսը ներկայացվելու է որպես հիմար, որը գնացել կռվել է, ազատագրական շարժումը ներկայացվելու է որպես ագրեսիա, նպատակը շատ պարզ է, դրված է պառակտել հայոց եկեղեցին, վերջ էլ արդեն ինչ ուզում եք արեք այնտեղ, մեր եկեղեցիները ջարդուփշուր արեք, գերեզմանները ջարդուփշուր արեք, մենք այստեղից ոչ մի բառ չենք ասի։ Պարոն Այվազյան, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ, որ մեզ հյուրեք եկել։ Ես էլ եմ շնորհակալ հրավերի համար։ Պարոն Այվազյան, այսօր բոլորիս հայտնի է, որ իրավիճակը աշխարհում եւ Հայաստանում այնքան էլ կայուն չեն։ Եվ այդ մասին իր ելույթում Դավոսում շատ խոսեց Կանադայի վարչապետը, ընդգծելով, որ աշխարհակարգը հին աշխարհակարգը փլուզվում ենք, չես որ անցում է լինում, ասենց փլուզվում է եւ նորն է սկսում ձևավորվել։ Խոսեք նոր աշխարհակարգի մասին, ձեր կարծիքով այն ինչպիսին կլինի եւ մենք այդտեղ ինչ դեր կունենանք։ Եկեք Կանադայի վարչապետի խոսքերով չառաջնորդվենք, այսօր աշխարհակարգի փլուզման մասին խոսում են հազար ու մի հոգի, այդ թվում շատ լուրջ մասնագետներ, վերլուծաբաններ, տնտեսագետներ, աշխարհաքաղաքագետներ եւ այլն եւ այլն։ Այո, երկրորդ համաշխարհային պատերազմից հետո այն միջազգային քաղաքական համակարգը, որը հիմնված էր ՄԱԿ-ի եւ այլ միջազգային կազմակերպությունների ընդունած նորմերի, միջազգային իրավական տարբեր տեսակի, ուրեմն կաղապարների վրա դա փլուզվում է եւ այն փլուզում են առաջին հերթին Միացյալ Նահանգները, ինչպես նաեւ մի շարք այլ մեծ տերություններ։ Ինչու՞, քանի որ ըստ երևույթին տնտեսական առումով իրավիճակը շատ ծանր է հենց այդ երկրներում, այդ թվում Միացյալ Նահանգներում, եւ փորձում են էքսպանսիայի միջոցով, այսպես ծավալապաշտության միջոցով ժամանակավորապես լուծել իրենց խնդիրները, որովհետեւ իրենց ներսում էլ եւ տնտեսական խնդիրները եւ սոցիալական խնդիրները սարսափելի մեծ լարվածության տակ են եւ այդ ամենը կարող է պայթել։ Այդ նպատակով էլ հենց այդ դրանից խուսափելու համար էլ նպատակ են դրել տարբեր պետությունների, այլ պետությունների բնական ռեսուրսներին տիրանալով ամբողջապես, ինչպես նաև իրենց սեփական բնակչությանը ճնշելով խուսափել այն պատասխանատվությունից, որը կարող է այդ պետությունների Իրանումը տեղի ունեցող դեպքերը դրա հետ կապված էին։ Անպայման, ինչպես նաև ամբողջ մերձավոր արևելքում։ Ահա այն շատ թեթևակի եմ հիմա ես փորձում բացել փակագծերը, որովհետև մեր այսօրվա թեման կարծես թե մի քիչ այլ հարցերի մասին է լինելու։ Սա հիմնական խնդիրներից մեկն է, այսինքն տիրանալ աշխարհին, հնարավորին չափ ավելի շատ ռեսուրսներ վերցնել իրենց տիրապետության տակ եւ թույլ չտալ, որպեսզի տեղի ունենա եւ ներքին պայթյունը սոցիալական հիմքերի վրա, ինչպես նաեւ այլ ժողովուրդների ազատագրումը եւ այն հարվածը, որ մենք ստացանք 2020 թվականից եւ ընդհանուր մինչեւ հիմա Հայաստանը այդ հարվածի տակ է, որովհետեւ ի տարբերություն Փաշինյանի անհեթեթ գնահատականների, թե իբր խաղաղություն է հաստատված, երեք էլ նա կրկնեց, դա պատերազմ չի լինի, որովհետեւ խաղաղություն է։ Փայլուն մի ձևակերպում է, որը, չգիտեմ, օրինակ Իրանի այսօրվա ղեկավարները կարող են ասել, քանի որ պատերազմ չկա, խաղաղություն է, ուրեմն պատերազմ չի լինի։ Այսինքն անհեթեթություն վերին աստիճանի եւ Հայաստանը հայտնվեց այդ ուժգին հարվածի տակ, որովհետեւ մենք հենց ազատագրական պայքարի, ազատագրական մտքի, ազատագրական մղումների մի մարմնավորում էինք Հայաստանը, Արցախը իր մեջ, ես միշտ Հայաստանը համարում եմ, Արցախը համարում եմ Հայաստանի մաս, այդպես էլ եղել է դե ֆակտո
թեև դե յուրե չի դարձել Արցախը, բայց 91-2-3 թվականներից հետո Արցախը եղել է Հայաստանի Հանրապետության դե ֆակտո մաս, դա փաստ է, ռազմականապես է եղել, ֆինանսապես է եղել, մշակութապես, լեզվապես, ժողովրդագրական առումով, բոլոր առումներով մեր տարածքն է եղել, որովհետև այդ տարածքը վերահսկում էր հայկական բանակը, հայ զինվորներ այդ տարածքի վրա։ Ուրեմն մենք հենց այդ ամեն ինչի դեմ են այսօրվա աշխարհի տերերը, այսինքն ազատության դեմ են, ազատ կամարտահայտման դեմ են, այն հեքիաթները թե իբր քաղաքակիրթ աշխարհ գոյություն ունի ինչ որ արևմուտքում, հեքիաթներ են ընդամենը, որովհետև մենք տեսնում ենք, թե ինչպես օրինակ հենց այդ նույն արևմուտքը աչք փակեց Արցախում տեղի ունեցած էթնիկ զտման եւ ցեղասպանության վրա եւ ինչպես այս վերջին տարիներին աչք է փակում Գազայում տեղի ունեցող շարունակվող ցեղասպանության վրա։ Եվ դրա համար էլ մենք ստացանք հարվածը եւ հիմա հարվածը գրում է արդեն միաժամանակ մի շարք ուղություններով, ընդ որում այդ թվում հարվածի են ենթարկվում Միացյալ Նահանգների դաշնակիցները։ Դանիան, որը Միացյալ Նահանգների նատոյական ամենամտերիմ դաշնակիցներից է, ամենահավատարիմ դաշնակիցն է, որովհետև տեսեք օրինակ Աֆղանստանում, եթե տոկոսային հարաբերակցությամբ վերցնենք բնակչության թիվը եւ քանի զինվոր էր ուղարկել Դանիան Աֆղանստան, որտեղ Միացյալ Նահանգների բանակից բացի այնտեղ ներկա էին նատոյական տարբեր պետությունների զինված ուժեր։ Դանիան ամենաշատն էր ուղարկել զինվոր։ Եվ հիմա Դանիան հայտնվել է Միացյալ Նահանգների հարվածի տակ։ Այսինքն դա ինչ է, դա դարձյալ կանոնների, այն գոյություն ունեցած կանոնների, որոնք այս կամ այն չափ թույլ չտվեցին երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, որպեսզի աշխարհը գլորվի, այսպես ջունգլիների մի ժամանակաշրջան, վերադառնա գաղութատիրական ժամանակաշրջանին, որտեղ ով ուժեղ էր, նա էլ թելադրում էր իր կամքը եւ ինչ որ կարգ ու կանոն գոյություն ուներ աշխարհում, թեև կային նաեւ մանր պատերազմներ, մանր միջին, բայց այդպիսի խոշոր մեծ պատերազմներ չկային եւ քանակն էլ պատերազմների շատ ավելի քիչ էր։ Հիմա տեսնում ենք, որ հենց այդ ջարդելով այդ ամեն ինչը, այդ համակարգերը, այո, հարձակումներ գործելով տարբեր պետությունների վրա, ստելով նաեւ Թրամփը եկավ իշխանության խոստանալով իր ժողովրդին, ամերիկացի ժողովրդին, որ դադարեցնելու է պատերազմների այդ քաղաքականությունը։ Ինքը եկել է որպեսզի աշխարհում խաղաղություն հաստատի, Միացյալ Նահանգների իր սահմաններից հեռավոր վայրերում այդ պատերազմները կանխի, բայց իրավիճակը հակառակն է։ Հակառակը վերջին 1 տարվա ընթացքում իր այս նախագահության 1 տարվա ընթացքում արդեն քանի պետությունների է հարվածել Միացյալ Նահանգները, ել չեմ ասում, եթե Իսրայելին էլ հաշվենք, բազմաթիվ են, հերթով կարելի է։ Պարոն Այվազյան, այ հասկանում որ կանխատեսումներ անելը թերևս անշնորհակալ գործ է, բայց դուք որպես քաղաքագետ ինչ եք կարծում, Իրանում էլի թեժացումներ կլինեն եւ ինչ վտանգներով է դա հղի Հայաստանի համար։ Իրանում ներքին, եթե թեժացումների մասին խոսենք, այս պահի դրությամբ խաղաղվել է, բայց տնտեսական վիճակը շարունակում է մնալ ծանր, այդ պատժամիջոցների պատճառով եւ ներքին արտաքին ուրեմն այդ ազդեցությունների պատճառով, նաեւ հատուկ ծառայությունների միջամտություններով եւ այլն, չեն կարողացել ներքինը առայժմ ես կարծում եմ չի բռնկվի նորից, բայց արտաքին վտանգը կա, սպառնալիքներ առկա են եւ հենց երեկ էլ նորից Թրամփը խոսեց այն մասին, որ կհարվածի Իրանին, եթե իր պայմանները Իրանը չընդունի։ Թե որքանով կիրականանա նրա սպառնալիքը մենք կտեսնենք, որովհետև Իրանը շատ ուժգին հակահարված կտա, որը բոլորովին ձեռնտու չի լինելու ոչ Միացյալ Նահանգներին, ոչ Իսրայելին, նրա գլխավոր դաշնակցին Մերձավոր Արևելքում։ Տեսնենք, եւ այն ուժն էլ չունի այսօր Միացյալ Նահանգները, որպեսզի ռազմական այդ հարվածներով, օդային հարվածներով հատկապես, քանի որ ցամաքային գործողություններ չի կարող, պարզապես ի վիճակի չէ Իրանի դեմ
ցամաքային զորքերով պայքարել։ Հսկա երկիր է։ Եվ հսկա երկիր է, մեծ բանակ ունի, 90 միլիոնանոց բնակչություն եւ այլն։ Եվ թերս այքա ճանաչել են նույնիսկ մշակութապես կարծում, թե չէ։ Իրենց համար։ Մասնագետներ ունեն, որ ճանաչում են, բայց Թրամփը հազիվ թե եւ նրա կողքը եղած մարդկանցից մի քանիսը այդ խորությամբ դժվար թե ծանոթ լինեն Իրանին, այո, որքան էլ նրանց իհարկե զեկուցելու են այ մասնագիտական ամեն ինչը ներկայացնելու, բայց թե ինչ որակի են ներկայացնելու, դա այլ ուրիշ հարց է։ Կարող է հենց այնպես ներկայացնեն ներկայացնողները, որ նրանց թվա թե մի զորահանդես է լինելու, այսպես մտնելու են, դուրս են գալու, այս կառավարությունը տապալվելու է Իրանում եւ իրենք հասնելու են իրենց ուզածին, որն է քայքայել Իրանի պետականությունը, մասնատել այն, մի քանի մասերի բաժանել, գուցե քաղաքացիական պատերազմ հրահրել այնտեղ եւ այլն, որպեսզի դրանով դարձյալ ուժեղացնեն Իսրայելին եւ թուլացնեն նրա բոլոր հակառակորդներին, ինչպես հաջողվել է նրանց Սիրիայում, հաջողվել է Լիբանանում մասամբ, հաջողվել է Լիբիայում եւ այլն, բայց օրինակ չի հաջողվել Եմենում, այսինքն Եմենի այն հատվածում, որտեղ իշխում են հուսիները։ Այնտեղ չի հաջողվել։ Հիմա տեսեք, մի անգամից կարող ենք համեմատել անցյալ տարի մեծ աղմուկով այսպես ածդարարեցին մի խոշոր ռազմական կամպանիա Եմենի այդ հուսիների դեմ Միացյալ Նահանգները եւ իր նավատորմը ուղարկեց հարվածներ հասցնելու նրանց, որպեսզի այլևս չռմբակոծեն Իսրայելը եւ բաց պահեն այդ նեղուցները այնտեղի ու Կարմիր ծովը երթևեկությանը ծովային չխանգարեն, այսպես ասած, նավարկությանը։ Ինչի հասան, չհաջողեցին այդտեղ։ Տեղի ունեցան, այո, ուժգին հարվածներ Եմենի հուսիների ուժերի դեմ եւ Միացյալ Նահանգների կողմից եւ Իսրայելյան օդուժի կողմից, բայց նրանք չհասան իրենց ուզածին, ընդհակառակը Միացյալ Նահանգները իր նավատորմը հետ քաշեց, հարյուրավոր կիլոմետրերով հետ քաշեց, որովհետեւ նրանց հրթիռները հութիների եւ անօթաչու թռչող սարքերը կարողանում էին հասնել եւ մեծ վտանգ ստեղծել նրանց համար, նույնիսկ երկու ինքնաթիռ կորցրեցին հենց ծովում, ասելով թե սա իբր տեխնիկական անսարկության պատճառով է եւ այլն, բայց այնտեղ նաեւ տեղեկություններ եղան, որ դա հենց հութիների հարվածներից ստեղծված խոճապային թե ինչ հարցերի պատճառով էին այդ ինքնաթիռները կործանվել։ Այնպես որ եթե չկարողացան Եմենի դեմ, որը Իրանի համեմատ տասնապատիկ, 20-ապատիկ, 30-ապատիկ թույլ է, ինչպես են կարողանալու հաղթել Իրանին, այսինքն չեն կարողանալու հաղթել։ Եթե հարվածը հասցվի այնուամենայնիվ, դա մի բան կնշանակի, որ այդ հարվածը հասցվում է ներքին խնդիրներից ամերիկացի ժողովրդի ուշադրությունը շեղելու համար։ Որտեղ այնտեղ լարվածություն կա։ Շատ մեծ լարվածություն է եւ այն Ափստայնի վավերագրերը, որ հրապարակվել են կամ մասամբ են հրապարակվել որոշ անուններ ջնջված կամ չեն հրապարակվում դեռևս ամբողջությամբ եւ այլն, եւ այդ կապակցությամբ, որը ամերիկյան վերնախավի բազմաթիվ ներկայացուցիչներին պարզապես կարող է նստեցնել բանտ այդ վավերագրերը, եւ նաեւ այս վերջին հունվարի մեր այս ամսվա ընթացքում Մինեսոտայում, Մինեապոլիս քաղաքում տեղի ունեցող այդ բախումների եւ երկու սպանության պատճառով, որը ահավոր մեծ դժգոհության ալիք է բարձրացնել ամբողջ Միացյալ Նահանգներում, գիտեք այդ սպանությունների մասին, երբ երկու Միացյալ Նահանգների քաղաքացիներ եւ ընդ որում սպիտակ քաղաքացիներ սպանվեցին իրենց իմիգրացիոն ծառայության աշխատակիցների կողմից, ընդ որում անհիմն այսպես որևէ լուրջ հիմք չկար այդ սպանությունների համար։ Հիմա դա ահռելի մեծ մի քաղաքական սկանդալ է այնտեղ, որը բերելու է գուցե թե որոշակի հրաժարականների, բայց որպեսզի ամբողջությամբ շեղվի ուշադրությունը, Միացյալ Նահանգներում ընդունված է այդպես, շատ են արել նախկինում է, ինչպես արեց օրինակ նախագահ Բիլ Քլինթոնը իր այն սկանդալի Մոնիկա Լևինսկի սկանդալից
ուշադրությունը շեղելու համար հարվածներ հասցրեց օրինակ Իրաքին եւ այլն։ Այսպիսի իրավիճակ է հիմա աշխարհում։ Մենք էլ պետք է հասկանանք, որ մենք շարունակում ենք գտնվել մասին եմ ուզում խոսենք Հայաստանի արժեվ ծառացած։ Տեսեք, եթե Իրանը վտանգի է ենթարկված, մենք էլ ենք վտանգի ենթարկված։ Իրանն էր այն պետությունը, որը 2021 թվականից սկսած կտրուկ ձևով հանդես էր գալիս ադրբեջանական ագրեսիայի դեմ, որը կարող էր տեղի ունենալ արդեն Սյունիքի եւ Հայաստանի արևելյան սահմանի մյուս հատվածների վրա, բայց հատկապես Սյունիքի հարցով Իրանը շատ կտրուկ հանդես եկավ դեմ եւ ասաց, որ պարզապես զորքեր կմտցնեն, թույլ չեմ տա Սյունիքի բռնազավթումը։ Այսինքն Իրանը նաեւ Հայաստանի Հանրապետության ռազմական անվտանգության գլխավոր երաշխավորն է այսօր հանդիսանում, որովհետև Ռուսաստանի հետ մեր դաշինքը լավ չի աշխատում, ինչպես տեսնում ենք, թեև ռուսական զորքը այստեղ կա, բայց ինչպես տեսնում ենք, ռուսական զորքը առանձնապես եւ Ռուսաստանի քաղաքականությունը դեռևս այստեղ չի հանդես գալիս իր դաշնակցին այսպես շատ ամուր կերպով պաշտպանելու։ Ավելի ակտիվացում Ռուսաստանի քաղաքականությունը այստեղ կանխատեսվում է ավելի ակտիվացում, որտեղ ասում են հիմա Ռուսաստանը այստեղ ավելի пассив է։ Ակտիվացում չեմ կարող ասել, որովհետև երկու տարբերակ կա։ Այդ մասին ես վերջերս նորից խոսել եմ։ Ռուսաստանը բանակցում է Միացյալ Նահանգների հետ մի շարք հարցերի վերաբերյալ։ Այսինքն աշխարհի վերաբաժանում է տեղի ունենում եւ այն տարածքները, որտեղ Ռուսաստանը դեռ ուներ իր ազդեցությունը, իր զորքը եւ այլն, այդ տարածքներից դուրս է մղվում հիմա Ռուսաստանը։ Եվ բանակցում է Ռուսաստանը եւ Ուկրաինայի հակամարտության հարցում, եւ այսօր Կովկասում իր ազդեցության այն մնացորդները, որ կան դրանց վերաբերյալ կհեռանա թե չի հեռանա, եւ Իրանի հարցում բանակցում է կօգնի Իրանին, ինչ չափով կօգնի թե չի օգնի։ Հազար ու մի նմանատիպ հարցեր են այնտեղ դրված, որոնք դեռ չեն իրենց լուծումը ստացել։ Այսինքն լուծումը ինչ կերպով կստանան, մենք չգիտենք։ Մինչև այս պահը Ռուսաստանը զիջել է Արևմուտքին, իդեմս Միացյալ Նահանգների եւ Թուրքիայի, ինչպես տեսնում ենք, թե Մեղրիում կանգնած են ռուս սահմանապահներ, բայց այդ ճանապարհները հանձնվեցին Միացյալ Նահանգներին։ Այդ TRIP-ի միջազգային ընկերությունը, որ ստեղծվեց, դա Միացյալ Նահանգների պետության վերահսկողության տակ գործելիք ընկերություն է լինելու։ Այսինքն Ռուսաստան դարձյալ զիջում է եւ հանձնում է։ Բայց եթե չգան որևէ համաձայնության, օրինակ Ուկրաինայում պատերազմը թեժանա, այս բանակցությունները տապալվեն եւ այլն, ճշտակառակը կարող է տեղ ունենալ եւ Ռուսաստանը որոշում ընդունեն այնտեղ, որ ինչ իմաստունի զիջենք նայենք հիմա այսօր Կովկասում, եթե մեծ զիջումներ չեն կատարվում Ուկրաինայում։ Տեսնենք, մենք չգիտենք, այդ բանակցությունները գաղտնեն, ինչպես գիտեք։ Այսպիսի իրավիճակի մեջ ենք։ Ներքաղաքական իրավիճակից նաև խոսենք, ներքաղաքական իրավիճակի մասին ինչ կասեք, ինչ զարգացումներ են սպասվում ձեր կարծիքով եւ արդյոք այդ արշավոր ծավալվելու եկեղեցու դեմ հաջողությամբ կավարտվի եւ ինչ սցենարներ կլինեն ձեր կարծիքով։ Հաջողությամբ չի կարող ավարտվել եկեղեցու դեմ արշավը, արդեն իսկ տապալված է այդ արշավը, պարզապես կարող է մեծ ցավ պատճառել մեր եկեղեցուն եւ մեր ժողովրդին, քանի որ նպատակը շատ պարզ է, դրված է պառակտել հայոց եկեղեցին եւ ստեղծել մի ինչ-որ հերձված հենվելով այդ ազգուրած տիրադավ չեպիսկոպոսների ու չարքեպիսկոպոսների, ինչպես նաև մի քանի քահանաների վրա։ Այդ հողի վրա շարունակել հարվածել եւ եկեղեցուն եւ փաստորեն ամբողջ հայ ժողովրդին, որովհետեւ հարվածը հայոց եկեղեցում դա հարված է հայ ժողովրդին։ Քանի որ հարվածի տակ է հայտնվում հայոց ինքնությունը, հարվածի տակ է հայտնվում Հայաստան-Սփյուռք հարաբերություններն են, հարվածի տակ է նաև հայոց հիշողությունը, պատմությունը, այսինքն շատ մեծ հարցերի խումբ է, որ եթե դու եկեղեցում հարվածում ես, եկեղեցուն հայոց, ուրեմն հարվածում ես այս բոլոր կետերին,
Դա այսպես համալիր մի հարված է դարձյալ Հայաստանի դեմ եւ հայ ժողովրդի դեմ, որը իրականացվում է այսօրվա իշխանության ձեռքերով։ Բայց իրականացնողները բնականաբար նստած են դրսում, Օրակարգ ծրագրողները եւ հրամայողները դրսում են նստած, հենց դրա համար էլ խաղաղություն չկա, երբ ասում են խաղաղություն կա, խաղաղություն չկա։ Հայաստանի ներսում իշխանությունը հրահրում է քաղաքացիական պատերազմ, իսկական քաղաքացիական պատերազմ, առայժմ ոչ այսպես բախումների, զինված բախումների, ասեմ թե ինչ ձևերով, բայց այս մյուս ձևերով, սա էլ է քաղաքացիական պատերազմ։ Բայց այդ քաղաքացիական պատերազմը իշխանությունը տանուլ է տալու, որովհետև եկեղեցին դա աշխարհիկ կառույց չէ եւ եկեղեցու դեմ այն նույն մեթոդներով, որ մեթոդներով օրինակ վերահսկողություն հաստատեցին մյուս համակարգերի վրա, ասենք սահմանադրական դատարանի վրա կամ մեր մյուս դատարանների վրա նույն ձևով հնարավոր չէ եկեղեցում աշխատել։ Քրիստոնյա եկեղեցին միշտ էլ հալածանքների ենթարկվել է։ Բայց դրսից մեծ մասամբ։ Այո, սա էլ է դրսից, շատ էլ թե Հայաստանի ներսում նստած Հայաստանի կառավարություն չի կոչվում, սա խամաճիկային կառավարություն է, որը կատարում է դրսի ցանկությունները, հրահանգները եւ ծրագրերը։ Ուրեմն քրիստոնյա եկեղեցին, նաեւ հայոց եկեղեցին հատկապես շատ հալածանքների է ենթարկվել, բայց միշտ դուրս է եկել այդ հալածանքների տակից, ել ավելի ուժեղ կարգավիճակ։ Դե մեր եկեղեցին պարոն Այվազյան, որ մեր ինքնության մի մասը լինի անբաժանելի եւ այստեղ հարվածը նաեւ մեր ինքնությանն է։ Եթե այսպես նայենք, իրենց պայքարը գնում է նաեւ մեր մշակույթի տարբեր ոլորտներում, արվեստի, գիտության, փորձելով, չգիտեմ, ավելի խոցելի դարձնել ու փորձելով ժողովրդին ինչ որ այլ ճանապարհով ուղղորդել։ Ես նկատի ունեմ եւ դասագրքերը, որտեղ դուք բազմիցս նշում եք ձեր էջում, որ այժմ այդ դասագրքերում նույնիսկ հայոց պատմությունը այլ կերպ է ներկայացվում, այսինքն ոչ միայն խեղաթյուրում են պատմական փաստեր, այլ չգիտեմ, երեխան ինչպես պետք է ընկալի դա, եթե իրեն միակողմանի է ներկայացվում պատմվածությունը եւ ըստ էության եզրահանգումները այստեղ միանշանակ չեն կարող լինել օգուտ հայ ժողովրդի կամ հայոց պատմության ճիշտ ընկալման։ Այո, իհարկե, փորձում են հայկական ինքնության փոփոխության հասնել իրենց ուզածին, այսինքն որպեսզի հայերը այլևս հանուն իրենց պատմական իրավունքների, հանուն իրենց նահատակների, հանուն իրենց հիշողության, մշակույթի, եկեղեցու այլևս չպայքարեն։ Այսպեսի նպատակ է դրված, որպեսզի հայերը փոխվեն, ջնջեն իրենց միջից այն ամեն ինչը, ինչ մեզ հայ է բնորոշում, եւ դրանից հետո բնականաբար նրանք հեշտությամբ գծուլվեն, հաջորդ փուլերը կգան։ Հիմա առայժմ փորձում են այդ ֆորմատավորումը, այսպես վերաֆորմատավորել հայկական գիտակցությունը, այն ինչ մեզ հայ է դարձնում, այդ ամեն ինչ ջնջել։ Բայց մասամբ հաջողում են, ախր։ Չէ, մասամբ գուցե, բայց շատ փոքր մասամբ են հաջողում։ Ընդամենը վերնախավային ինչ-ինչ մի երիտասարդության շերտ է այնտեղ եւ նաեւ ապազգայնացած չինովնիկությունն է մեր, որոնք չունեն այն արժեքները, չեն կրում այն արժեքները, որոնք մեզ բոլորիս հայ են դարձնում, նրա համար դա է նրանց հաջողությունը, բայց ժողովրդի մեծամասնությունը այդ ամենը մերժում է, պարզապես չկա այն կազմակերպողը, չկա այն քաղաքական ուժը, որը կարող է կազմակերպել դիմադրությունը ճիշտ ուղղություններով, ուժգին եւ այլն, այնպես ինչպես ընդունված է ոչ միայն մեր պաշտոնական ընդդիմության պես քննադատել բանավոր, բացի այդ բանավոր քննադատությունից, այլ դիմել գործողությունների, օրինական գործողությունների նաև, որ այդ գործողությունները հայտնի են։ Հազար ու մի բան կա, այդ քայլերին չեն դիմում եւ վերջ։ Օրինակ հենց այս վերաֆորմատավորման նպատակով, երբ դասագրքերն են փոփոխվում, երբ տեսեք 2023 թվականի դեկտեմբերի 25-ին ընդունվեց կառավարության որոշում։ Եթե չեմ սխալվում, 2298 որոշումը, 2298-րդ որոշումը, որով հայ գիտնականներին փաստորեն
արգելում են, կարելի է ասել, ոչ թե արգելում են, այլ խրախուսում են գրել օտար լեզուներով, հատկապես անգլերեն, եւ թույլ չեն տալիս զարգացնել գիտությունը հայերեն։ Այս մասին ես անմիջապես գրեցի մի շարք գիտնականներ գրեցին, շատ մանրամասն կետերով բացատրեցինք, թե սա ինչ վտանգներով է հղի, ինչպես են դա նրանք հիմնավորում։ Ասում են հայ գիտնականները այսուհետև պետք է հրապարակեն իրենց հոդվածները եւ գրքերը Սկոպուսյան հանդեսներում, որոնք գործում են արտասահմանում։ Այսինքն օտար լեզուներով պետք է հրապարակեն։ Հիմնականում անգլալեզու են դրանք։ Կան նաև այլ մի քանի լեզուներով, բայց հիմնականում անգլալեզու են։ Եթե հրատարակեն հայերեն, Հայաստանում եղած պարբերականներում, գիտական պարբերականներում, դրանք չեն հաշվում որպես հոդված։ Եվ գիտական ատեստավորման ժամանակ, եթե գիտնականը, օրինակ, ավագ գիտաշխատող է, չի ներկայացրել այդ դրսում հրապարակված այս քանակի հոդվածներ, կարող է կամ աշխատանքից առհասարակ ազատվել, ասեն դու քո գործը չես արել, կամ իջեցվել, հասցնել կրտսեր գիտաշխատող կարող է դառնալ, կամ լաբորանտ կարող է դառնալ, կամ պարզապես հեռացնեն աշխատանքից։ Հասկանում եք, սա սահմանադրության խախտում է, որտեղ սահմանադրության մեջ մենք ունենք հոդվածներ, որոնցով մեկը ասում է Հայաստանի Հանրապետության պետական լեզուն հայերենն է, մյուս հոդվածում էլ ասում է, որ Հայաստանի Հանրապետությունը, այսպես ես հիմա բառացի չասեմ, բայց խրախուսում է, նպաստում է, աջակցում է հայոց լեզվով մշակույթի, գիտության եւ մնացած այս հարցերի զարգացմանը։ Այսինքն իրենք այդ սահմանադրական այդ երկու կետն էլ խախտում են։ Ընդհակառակ ոչ թե նպաստում են հայոց լեզվի զարգացմանը, այլ դուրս են մղում հայոց լեզուն գիտության բնագավառից։ Եթե այդ գիտնականը հրապարակի մի, ասենք օրինակ այս իմ գիրքը, ես որ հրապարակել եմ հայերեն անցյալ տարի, եթե սա չի հաշվվելու որպես գիտական աշխատանք, կամ, չգիտեմ, կարող է հաշվի մի փոքրիկ հոդվածիկ, կամ ընդհանրապես երևի 0 է լինելու, ավելի շուտ այդպես է, եթե հիմա չեն փոխել կանոնները։ Իսկ եթե մեկը հրապարակի մի 5-6 էջանոց կամ 10 էջանոց մի հոդված, անգլերեն կամ չգիտեմ ֆրանսերենով, գուցե ռուսերենով եւ այլն, մի օտար այնտեղի ամսագրում, դա անմիջապես ավելի թանկ արժեք է ունենալու, քան մի մեծ մենագրությունը։ Հասկանում եք, որակական հարցեր ընդհանրապես զանց են առնված, քանակի վրա են մենակ ուշադրություն դարձնում, ասենք այսքան հոդված, 1, 2, 3, թե այդ հոդվածների որակն ինչ է, այդ հոդվածները լավն են, վատն են, թե ինչ են, կարևոր չէ։ Այդ մեթոդաբանությամբ եթե չափեին, օրինակ, Մանուկ Աբեղյանի գործունեությունը, Մանանդյանի գործունեությունը, Հակոբ Մանանդյանի, Աշոտ Հովհաննիսյանի, Լեոյի եւ մեր մյուս մեծ հայագետների, պատմաբանների, բանասիրների գործունեությունը, պիտի նրանք այսօր նույնիսկ կրտսեր գիտաշխատողի կարգավիճակ չէին ունենալու։ Հասկանում եք, անհեթեթության մակարդակի է այս ամենը հասնում արդեն, բայց տեսեք օրինակ ընդդիմությունը այս հարցով ոչ մի օրենսդրական զարգացումը հիմա ինչ փուլում է, պարոն Այվազյան։ Դե հենց այդ փուլում է, այսինքն այս Սկոպուսային ծրագրերով նաև վերահսկողություն է հաստատվում հայագիտության եւ հասարակագիտության ոլորտների վրա, ինչպիսի վերահսկողություն, քաղաքական, գաղափարախոսական վերահսկողություն, որովհետեւ եթե դու դրսում հիմա ուղարկես մի հոդված հայոց ցեղասպանության կամ հայ ազատագրական շարժումների մասին, այնտեղ կասեն այս մեկը այսպես չի, այս խմբագրի, սրա մասին հանի, չգիտեմ, արաբոն կասեն բանդիտ էր, ոչ թե ֆիդայի էր, այս մյուսը այսպես մի գրի, եւ այլն եւ այլն, եւ այդպես էլ անում են, կամ մերժելու են հոդվածը, իսկ մերժելու դեպքում այդ մարդը չի կարողանալու այստեղ ատեստավորվել, կամ ասելու են այս ամեն ինչը հանի մեր ուզած ձևով գրի։ Հասկանում եք, այս ամեն ինչի մասին ով է խոսում, ակադեմիայի ղեկավարությունը մի երկու անգամ
թեթև խոսեցին, բայց լռեցին, հիմա բոլորը այդ ղեկավարներն էլ ակադեմիայի, այդ ինստիտուտների իրենք էլ նստել են այդ սկոպուսային հանդեսների համար հոդվածներ են գրում, հիմնականում այդ հոդվածները որակ չունեն, ասեմ ձեզ, կամ ընդհակառակը մեզ համար վնասարար գաղափարական քաղաքական տարրեր պարունակող հոդվածներ են։ Սա է մեր հայագիտության վիճակը, ոչ մի լավ տեղ հայագիտությունը այսպես չի գնում, դիմադրություն չկա, եւ ասում եմ, չկա ոչ ակադեմիայի ղեկավարության կողմից, ոչ քաղաքական ընդդիմության կողմից, որովհետեւ սրանք հարցեր են, վերջին հաշվով հայոց լեզվի մասին օրենքն է խախտվում, ծայրից ծայր, բայց տեսնում եք, որ ընդհանրապես մի կառավարության որոշման պահին էլ կարելի է խախտել սահմանադրություն, կարելի է խախտել բազմաթիվ օրենքներ եւ իսկ այդ ընդվզման բացակայությունը տարբեր օղակների կողմից ինչով է պայմանավորված։ Ինչ որ հեշտ ենք հաշտվում իրավիճակին, թե չէ, ազգային բնավորության գծեր են դրանք ինչ են։ Գիտեք, ղեկավարները այդ հիմնարկների չինովնիկներ են։ Այս սրանով է պայմանավորված։ Այն միջին օղակները կամ սովորական գիտաշխատողները չեն կարող այսօրվա պայմաններում վերջին տասնամյակներին էլ կոլեկտիվները այդքան հաջող չեն զարգացել, արհմիությունները չեն գործել եւ այլն, մարդիկ այստեղից այնտեղից են փորձել հայթայթել իրենց ապրուստը, հետագայում հայտնվել են գրանտներ, այդ գրանտները տրվել են դրսից գիտնականներին եւ բնականաբար նրանց խրախուսել են կատարել այն, ինչ իրենք են ուզում, այդ գրանտավորն է ուզում, թեմատիկ, այո, թեմատիկ ուղղությունները, մի ուսումնասիրեք հայ ազատագրական շարժումներ, այ ուսումնասիրեք, չգիտեմ, այնպիսի հարցեր, որոնք չունեն քաղաքական կշիռ, գաղափարական կշիռ, չունեն, մանր-մունր շատ հազար ու մի հարց կարելի է ուսումնասիրել, պատմության բնագավառում օրինակ։ Եվ հայտնվեցին նաև պետության կողմից տրամադրվող գրանտներ, բայց քանի որ իշխանությունները արդեն ենթարկվում են դրսին, սա նույնն է, եթե պետությունն է խրախուսում քո հայագիտության զարգացումը, ուրեմն 10 գրանտներից գոնե 8-ը տալիս է այդ դրսի պատվերով, իր ուզած թեմաներով, իր ուզած հեղինակներին։ Հասկանում եք, սա է, որովհետև երբ ասում են մտավորականները ինչու են լռում եւ այլն, մտավորականները ամենաթույլ խավն են, այդ թվում գիտնականները, գիտաշխատողները, նրանք ամենախոցելի խավն են եւ ստիպված նրանք շատ հաճախ ոչ բոլորն են այսպես, չգիտեմ, մարտական գաղափարախոսության այսպես ճանապարհով գնացել հասկանում եք եւ նրանք համակերպվում են, իսկ ղեկավարությունը, քանի որ չինովնիկներ են բառից վատ իմաստով, այդ ղեկավարությունն էլ կազմակերպում է այդ համակերպումը, այսքան բան։ Այդ պատմության զեղծարարությունից եք ուզում խոսենք, դուք այդ թեմային անդրադարձել եք, ես ձեր կենսագրությունը կարդացի այնտեղ, ուզում եմ նաև խոսենք պատմության այլ կերպ ներկայացմանը մեր օրերում, օրինակ հայ-պարսկական պատերազմը նկատի ունեմ, Վարդանանց պատերազմը շատերին այդպես է հայտնի, հենց Վարդանանց պատերազմը, ավելի ճիշտ ոնց է ասել, հայ-պարսկական պատերազմը, թե հենց Վարդանանց պատերազմը, տարբերությունը նույն բանն է։ Ուզում եմ խոսենք հայ-պարսկական պատերազմից եւ պատմության կեղծարարությունից, այսպես ասեմ, կամ այլ կերպ ներկայացում, իրենք այդպես են ասում։ Ձեր կարծիքով դա ինչի համար է արվում եւ ինչ վտանգներով է դա հղի։ Դե այս գրքույկը, որ դուք հիմա ցույց տվեցիք, սա հենց դեկտեմբերին, 1 ամիս առաջ է հրատարակվել։ Սա անդրադառնում է նորագույն հետազոտության վրա կատարված, ուրեմն այն արդյունքները, որ ստացել եմ ես իմ մենագրության մեջ, 16 թվականին լույս տեսավ Հայաստանում, 17-ին Սանկտ Պետերբուրգում, այդ պատերազմի ռազմական պատմության հատկապես, բայց նաև ամբողջ պատերազմի մյուս դրվագներին անդրադարձ եղավ, ամենամանրակրկիտ կերպով վերլուծված են, աշխատությունը գնահատված է որպես հիմնարար գրախոսների կողմից եւ դրա հիման վրա պետք է արդեն դասագրքերը գրվեն, հասկանում եք, որովհետեւ նոր
բացահայտումներ կան բազմաթիվ, որոնք գրված են եղած աղբյուրների վրա, եղած գիտական գրականության հիման վրա, ռազմական այն ժամանակվա տրակտատների վրա նաև, քանի որ պետք է ռեկոնստրուկցիայի ենթարկելով այդ ճակատամարտերը պետք է այդ ռազմական մտքի մեջ մտնես գործող անձերի հրամանատարության, պետության ղեկավարության եւ այլն ռազմական քաղաքական մտքի մեջ պետք է մտնես, այդ տրակտատները շատ դեպքերում օգնում են, երբ համեմատում ես աղբյուրների հետ, օրինակ Եղիշեի հայոց պատմության հետ։ Եվ մենք տեսնում ենք, որ ընդհակառակը հրատարակվում են դասագրքեր, որտեղ նահանջ է կատարվում։ Օրինակ այս պատերազմի մասին, որը մեր պատմության անկյունակարային դրվագներից մեկն է, եւ մեր գիտակցության մեջ նույնպես այդ պատերազմը եւ նրա գլխավոր հերոս Վարդան Մամիկոնյանը մխրճված են այսպես որպես ազատության խորհրդանիշ, որպես պայքարի խորհրդանիշ, նրանց հանդեպ սխալ վերաբերմունք է դրսևորված այդ նոր դասագրքում, որը հրատարակեցին արդեն Ժաննա Անդրեասյանի, Փաշինյանի վերահսկողությամբ։ Ինչ է այնտեղ ասված։ Նախ պատերազմի բոլոր դրվագների մասին որևէ խոսք չկա, դրվագների 99%-ը լռության են մատնված։ Մի հատ փոքրիկ ընդհանրապես պարբերություն է, պարբերություն էլ չէ, մի երկու նախադասություն է այդ պատերազմի մասին գրված, որ հայերը Ավարայրի ճակատամարտում կռվեցին եւ պարտվեցին, այնուհետև անցան մի քիչ էլ պարտիզանական պատերազմի ու վերջ։ Այդ երկու նախադասությունն է։ Այնինչ այդ պատերազմը ունեցել է սկիզբ, այստեղ են եղել բախումներ, հարձակումներ, ամրոցների գրավումներ։ Եվ Եղիշեն էլ ասում չէ, երկու կողմերն էլ պարտություն կրեցին։ Ավարայրի մասին է։ Հիմա կասեմ, Ավարայրի ճակատամարտում էլ պարտություն չենք կրել մենք բնականաբար։ Ավարայրի ճակատամարտը մարտավարական առումով ավարտվել է ոչ ոքիով, այսպես ոչ ոքի է եղել, այդպիսի ճակատամարտեր համաշխարհային պատմության մեջ շատ են եղել, երբ ոչ այս կողմն է հաղթել, ոչ էլ այն կողմն է հաղթել։ Մեկ օրինակ Բորոդինոյի ճակատամարտը 1812 թվականին, բայց ուրիշ նաև հենց այդ նույն ժամանակաշրջաններում են եղել նման ճակատամարտեր Սասանյան, Պարթևական եւ Հռոմեական զորքերի միջև։ Ոչ է սովետություն հետաքրքիր բան եք նաև մատնանշել են ռազմական պատմաբան Կլաուզևիցին եք մեջ բերել, չէ՞ որ արդյունքների արդյունքների կարելի է դատել արդյոք այդ հաղթանակեր թե հաղթանակ չէր, պարտություններ թե պարտություն չէր, այո։ Ինչու է ասված, որ պարտություններ հայ պատմաբաններից մինչև այսօր մեր նախկին պատմաբաններից ոչ ոք չի ասել, որ պարտություն է։ Այդ ով էր այդ հեղինակը, որը Սմբատ Հովհաննիսյանն ասել, այդ ինչ հետազոտության հիման վրա է ասում, որ դա պարտություն է։ Այդ հետազոտությունը որտեղ է կատարվել Հայաստանում, թե դարձյալ դրսերում։ Ասեմ ձեզ դրսերում նման հետազոտություն, ինչպիսին իմ մենագրությունն է, չկա, գոյություն չունի։ Ոչ էլ իսկ օտար աղբյուրներ կան։ Օտար աղբյուրներ չկան այդ մասին, բայց դա ոչինչ չի նշանակում։ Բազմաթիվ ճանապարհներ։ Ես հայ-պարսկական պատերազմը ընդհանուր նկատի ունեմ, ոչ միայն Ավարայրի ճակատամարտը։ Օտար աղբյուրներ կան այնքանով, որ հիշատակում են, որ տեղի է ունեցել այդ պատերազմը եւ այդ ճակատամարտը, բայց այդ ճակատամարտի մանրամասները կամ այդ պատերազմի մյուս ճակատամարտերի մասին տեղեկություններ արդեն օտար աղբյուրներում չկան։ Հիմնականում Եղիշեն է, ասենք։ Եղիշեն է, նաեւ մեր մյուս հեղինակներն են, Ղազար Փարպեցին է, հիմնականում ավելի մանրակրկիտ է, որովհետեւ Եղիշեն մասնակից է եղել, այո։ Ինչ է ուզում ասել, այն որ մցված է պարտության թեզը դասագրքում, որը կեղծ թեզ է, ինչ նպատակ ունի։ Տեսեք, Փաշինյանը երեք էր ելույթ ունենում, ասում էր, ասացի, խաղաղություն է եւ գովաբանում էր իր պետության, իր իշխանության կատարած աշխատանքները պաշտպանունակության բնագավառում, ասում էր, թե մարտունակությունը աճել է եւ այլն եւ այլն։ Ինչպես կարող է մարտունակությունը աճել, եթե այս իշխանությունը կեղծում է հայոց պատմությունը եւ այնտեղ որտեղ մենք տարել ենք իրականում Ավարայրը ռազմավարական առումով քիչ հետո պարզվեց, որ հաղթանակ է, այդ ռազմավարական առումով հաղթանակը դարձնում է սպարտություն։ Ինչպես կարող է մարտունակությունը բանակի աճել, եթե դու ասում ես, որ Հայաստանը հենց այս տարածքում այսօրվա Հայաստանի Հանրապետության տարածքում գոյություն ունեցող երկիրն է։ Հայաստանից դուրս եղածը Հայաստան չէ։
Ինչպես կարող է այդ մարտունակությունը աճել, եթե դու աչք ես փակում հենց այսօր Արցախում տեղի ունեցող մեր սրբությունների ոչնչացման այդ մշակութային ցեղասպանության վրա։ Անհնար է, այսինքն մարտունակության մեջ տարբեր բաղադրիչներ կան այդ հասկացության մեջ մարտունակություն, բանակի մարտունակություն նաև տարբեր բաղադրիչներ կան։ Դրանցից ամենակարևորը ռազմական բոլոր հանճարները, սկսած Ալեքսանդր Մակեդոնացուց, վերջացրած Նապոլեոնով եւ մնացածներով, ամենակարևորը համարել են մարտական ոգին։ Մարտական ոգին չի կարող ձևավորվել պատմական կեղծիքի վրա, ուրեմն ուրացման վրա, այն ինչ որ անում է։ Ինչպես կարող է մարտական ոգին բարձր լինել եւ մարտունակությունը բարձր լինել, եթե հարվածում ես հայոց եկեղեցուն։ Եվ այդ հայոց եկեղեցու հարվածով պառակտում ես հայ հասարակությանը, նաև պառակտում ես բանակը, որովհետև տեսեք, այսօրվա պաշտպանության նախարարը Սուրեն Պապիկյանը մասնակցում է այդ կեղծ պատարակներին եւ արդեն տեղեկություններ կան, որ ինչ-ինչ ճնշումներ են բանեցվում հրամանատարների, որոշ հրամանատարների կողմից գնդերեցների վրա, որպեսզի նրանք նույնպես հետևեն այս գծին։ Այո, այդ մասին խոսել էին, բարձրաձայնել էին։ Եվ բացի դրանից հիմա ինչ է ստացվում, եթե բանակի ներսում որոշ հրամանատարներ շարունակեն իրենց հավատարմությունը պահպանել հայոց եկեղեցուն եւ ամենայն հայոց կաթողիկոսին ու նրա հետ մնացած մեր եկեղեցականներին եւ այլն, իսկ այն մյուս մասը իր կարիերայի աճի նպատակով գնա Սուրեն Պապիկյանի եւ Փաշինյանի հետևից, արդեն տեղի կունենա պառակտում բանակում։ Ինչ մարտունակության աճի մասին կարող է խոսք լինել, հասկանում եք։ Սա եւ գաղափարական պառակտում է, եւ հոգեբանական պառակտում է, եւ համակարգերի մեջ է ստեղծվում այդ պառակտումը, այնպիսի համակարգերի մեջ, ինչպիսին ուժային կառույցներն են եւ բանակն է, այս պառակտումը հղի է շատ մեծ վտանգներով։ Հասկանում եք, ել չեմ ասում, որ նաև եթե կարիերայի նայեն, տեսնեն սա գնացել է, մասնակցել է Սուրբ Էջմիածնում մի պատարակի կամ մի ուրիշ եկեղեցուն, որտեղ ճիշտ ձևով ամեն ինչ իրականացվում է այդ պատարակը, ծառայությունը մատուցվում է, հոգևոր ծառայությունը, կասեն սրան առաջ չտանք, եթե պետք է ստանար գնդապետի կոչում, չտանք գնդապետի կոչում, տանք այն մեկին, այն որ ընդհակառակը ինչ ասում ենք անում է, մեզ հետ միասին վազելով գալիս է գնում ենք կարգալույց եղած այսինչի պատարակին, կեղծ պատարակին, որը պատարակել չի, այլ մի հերձվածողական միջոցառում է։ Այսինքն հենց այս դասագրքային պատմական ճշմարտությունների աղավաղումից սկսած վերջացրած հայոց պատմության ուրացումով, վերջացրած զինանշանի դեմ օրինակ Փաշինյանի արտահայտած այդ կարծիքներով, Արցախի ուրացմամբ, լիակատար ուրացմամբ, այսինքն հասկանում եք, Արցախից հայաթափվել է հայ ժողովուրդը, վերջ էլ արդեն ինչ ուզում եք արեք այնտեղ, մեր եկեղեցիները ջարդուփշուր արեք, գերեզմանները ջարդուփշուր արեք, մենք այստեղից ոչ մի բառ չենք ասի։ Այդպես են մարտունակությունը բանակի բարձրացնում։ Թե ընդհակառակը բանակը ավելի մարտունակ կլիներ, եթե հիշեր, որ թշնամին Հայաստան հայրենիքի 90%-ը գրավել է, հայ ժողովրդին այնտեղ ոչնչացրել է եւ այսօր էլ նպատակ ունի այս վերջին բեկորը Հայաստանի Հանրապետության այս տարածքը հայաթափել եւ ոչնչացնել։ Թե սա ավելի կնպաստեր, որ մեր զինվորականները հասկանային, թե ինչն են իրենք պաշտպանում, այսինքն իրականությունը մատուցվեր այնպես, ինչպես կա, ոչ թե մատուցվի մի ծուռ հայելիների կամ թարս հայելիների, գիտեք, մի իրականություն, որտեղ պարտությունը ներկայացվելու է որպես հաղթանակ, հաղթանակը ներկայացվելու է որպես պարտություն, հերոսը ներկայացվելու է որպես հիմար, որը գնացել կռվել է, ազատագրական շարժումը ներկայացվելու է որպես ագրեսիա, այդ մասին Ալեն Սիմոնյանը ասաց, մենք 30 տարի ագրեսիա ենք կատարել։
Ուրեմն, եթե ազատագրական շարժումը ագրեսիա է, այդ ինչ բանակի մասին է խոսքը։ Ինչքան զենք ուզում ես գնիր, ինչքան ուզում ես այդտեղ, չգիտեմ, ամրաշինական կառույցներ կառուցի։ Պարոն Այվազյան, այդ համոտեքստում ուզում եի խոսենք նաև վասակի կերպարից, ըստ էության դավաճանի կերպարից, մենք չգիտեմ եւ դպրոցում եւ համալսարանում հստակ այդ բաժանումը եւ այդ բնորոշումը տրված էր, որ վասակը ինչ-ինչ բաներից ելնելով դավաճան է։ Ձեր կարծիքով ինչու են հիմա այդ սահմանները լղոզվում, դավաճան ըստ էության ներկայացնում է մարդ, որը այլ քաղաքականություն էր վարում, այդպես են փորձում ներկայացնել, որքանով ես եմ ծանոթ իրենց այդ թեզերին, փորձում են այդպես ներկայացնել, մինչդեռ ամեն ինչ այնտեղ հստակ է։ Ես ուզում եմ վասակի կերպարին անդրադառնանք եւ ինչու է վասակը դավաճան, հստակ։ Եկեք նախ ասեմ, որ վասակին դավաճանի իր վաստակած այդ կարգավիճակից ու բնորոշումից փորձել են հանել ոչ թե այս վերջերս միայն, այլ սկսած 20-րդ դարի սկզբից մոտավորապես արդեն սկսվեց վասակի նպատակը այն ժամանակ էլ դարձյալ նույնն էր, դարձյալ նույն նպատակն էր։ Տեսեք 1903 թվականին ցարական կառավարությունը ընդունեց որոշում բռնագրավել հայոց եկեղեցու գույքը եւ բռնկվեցին մեծ ուզումներ։ Այն ժամանակ հայ ժողովուրդը շատ ավելի էր կապված իր եկեղեցու հետ, եկեղեցականներն էլ շատ ավելի ժողովրդական էին եւ հայրենասեր, այսպես պաթոսով պայքարեցին այդ որոշման դեմ։ Տեղի ունեցան խոշոր բախումներ ցարական ոստիկանության, ժանդարմերիայի հետ այն ժամանակվա կազակական ջոկատների հետ, տեղի ունեցան նաև հարձակումներ ցարական պաշտոնյաների վրա, սպանվեցին դրանք մի շարք գործողությունների արդյունքում։ Եվ ուժգին հակաքարոզչություն էր բնականաբար ցարական կառավարությունը վարում այդ ժամանակ։ Որտեվ այն ժամանակ էլ մարդիկ իրենց ասոցացնում էին, քանի որ եկեղեցու դեմ էր հարվածը եւ ամբողջ դարձյալ հայ ժողովրդի դեմ, եւ եկեղեցուն խփելով փակվելու են հայկական դպրոցները նաեւ, մարդիկ իրենց ասոցացնում էին առաջին հերթին իրենց ամենահայտնի ազատագրական պայքարի հետ, որը մղվում էր Վարդանանց պատերազմը եւ հանուն անկախ Հայաստանի եւ հանուն հավատի, այսինքն ազգային հավատի, մեր հայկական քրիստոնեությունը, հայադավանությունը, դա ազգային, կարելի ասել նույնիսկ կրոն է, դավանանք է կամ ասենք այսպես, հասկանում եք, իր մեջ շատ տարբերվում է բոլոր մյուս քրիստոնեություններից, իր ամեն ինչով, իր հայեցակարգով, իր, չգիտեմ, տարազով, լեզվով ամենակարևորը, ծեսերով, ծիսակարգով եւ այլն, այդ ամեն ինչով տարբերվում է։ Այն ժամանակ Նիկողայոս Ադոնցը հրապարակեց մի հոդված, 8 էջանոց հոդված է, որտեղ կեղծեց այդ պատերազմի պատմությունը եւ փորձեց Վասակ Մամիկոնյանին մի քիչ այսպես թեթև գույներով նկարել։ Ինչու Պետերբուրգում էր աշխատում եւ նրան իր կարիերայի համար, գիտական կարիերայի համար, պետք էր կատարել այն, ինչ իրենից ցանկանում էին այնտեղ ցարական կառավարության կողմից հավանաբար ուղարկված ներկայացուցիչները։ Նույն բառերով բնորոշելով մեր 5-րդ դարի շարժումը, ասենք ամբողջը հարձակվեց մոգերի վրա, այսպես էլ է։ Հենց նույն բառերով, երբ ցարական թերթերում գրում էին ամբողջը հարձակվեց ժանդարմերիայի վրա եւ այլն, ներկայացուցիչների վրա թույլ չտվեց այս անել, այն անել։ Մինչև այսօր, մինչև վերջերս այդ 8 էջանոց հոդվածը շատ թույլ հոդված է, որտեղ շրջանցված են փաստերը, բազմաթիվ փաստեր շրջանցված են, այս մի քանի փաստը բերած ներկայացված է, այս մյուսները ներկայացված չեն, կեղծված է։ Մինչև այսօր ասում են Ադոնցը հենվելով, այդ ժամանակ Ադոնցը դեռ շատ երիտասարդ էր, դեռ չէր էլ պաշտպանել իր դոկտորական ատենախոսությունը։ Ուստինյանոսի ժամանակ կարծեմ։ Դա ավելի ուշ էր 1907 թվականին, այդ հոդվածը լույս տեսավ 1904 թվականին, հենց այդ բախումների թեժ պահին, երբ հայ ժողովուրդը դիմադրում էր իր դեմ, իր եկեղեցու դեմ ցարական կառավարության արշավին։ Բայց այդ հոդվածը հենվելով Ադոնցի հետագայում վաստակած հեղինակություն, Ադոնցը գրել է, Ադոնցը գրել։ Հետագայում ուրիշներն էլ գրեցին, դարձյալ քաղաքական պատվերով, կեղծելով պատմությունը։ Մեր անկախությունը, այս նոր անկախությունը վերստանալուց հետո 91 թվականին ուժ գնացան այդ
գրքեր գրվեցին եւ եկեղեցու դեմ, եւ Վարդանանց պատերազմի դեմ, Վարդանանց պատերազմի հերոսների դեմ, ասեմ այսպես, գրվում են պատվերով, վերահրատարակվում են շատ շքեղ, այսպես ամեն ինչով, գումարը կա այդ ամեն ինչի համար։ Նաև ժամանակից նաև դա ժամանակի եւ հետո նույնիսկ մեր հերոստատեսությամբ, եթե հիշեք Բաղդամյանի հաղորդումները, քանի անգամ այդ Վարդանանց պատերազմի մասին քննարկումներ էին անցկացնում եւ այդ նույն թեզերը անընդհատ փորձում էին սարքել իբր քննարկման առարկա, վասակը դավաճան քննարկումներին, թե չէ։ Ես ոչ։ Ինձ չեն հրավիրել, եթե հրավիրեին կմասնակցեի, այո։ Կային այդ քննարկումներում եւ ճիշտ տեսակետներ, եւ սխալ տեսակետներ, կեղծ տեսակետներ, որոնք հենց նաեւ ռոպագանդվում էին այդպես։ Հիմա արդեն այդ ամեն ինչը մտնում է դասագրքեր։ Թեև ասեմ, նախկին դասագրքերի մեջ էլ փորձեր արված մի փոքր մեղմել վասակի գործունեությունը, ասելով թե նա այսպես, այնպես, բայց այդպես չէ։ Վասակի գործունեությունը սկսվում է ամենասկզբից մինչև վերջ այդ պատերազմի։ Նա իրեն ճիշտ չի դրսևորել, իսկ մի պահից, այն պահից, երբ Վարդան Մամիկոնյանը արշավել է, գրավել է Դերբեն դեպի արշավել է եւ դաշինք է հաստատել հոների հետ, այդ ժամանակ խռովություն է սկսել եւ ամբողջությամբ սկսել է խռովություն Հայաստանում, մնալով այդ ժամանակ Հայաստանում, եւ ամբողջությամբ անցել է Սասանյան տերության կողմը, դրանից հետո մինչև վերջ, այդ թվում մասնակցել է Հավարայրի ճակատամարտին, Սասանյան բանակի կազմում, դրանից հետո շարունակել է վարել դարձյալ կոլաբորացիոնիստական քաղաքականություն, այո, մատնողական տեղեկություններ, հետախուզական տեղեկություններ, նաև անձամբ մասնակցել է Ավարայրի ճակատամարտին եւ անձամբ մասնակցել է նաև Վարդան Մամիկոնյանի այդ մնացած վերջի գնդի ոչնչացմանը, որը պահպանում էր ճակատը այն պահին, երբ հայկական բանակը նահանջում էր արդեն Ավարայրից։ Այդ ամեն ինչից հետո Վասակի մասին այսօր գրքեր են գրվում, չգիտեմ, Վասակը, չգիտեմ, Էսմինչեն ինչ եւ այլ։ Եվ ոչ միայն Վասակի, բոլոր հայտնի դավաճաններին փորձ է արվել ռեաբիլիտացնել, նույնիսկ Ներուժան Արծրունուն։ Նաև 18-րդ դարի ուրեմն Շուշին հանձնած դավաճան Մելիք Շահնազարին փորձեր արվում ներկայացնել որպես խոշոր դիվանագետ, ոչ թե որպես նպատակը, որպեսի այն քաղաքականությունը այսօրվա կոլաբորացիոնիստական քաղաքականություն, այսինքն թշնամու հետ համագործակցության քաղաքականությունը ներկայացնես որպես մեծ դիվանագիտություն, որով դու պահպանում ես Հայաստանի ինչ որ հատվածը հայկական։ Եվ հերոսական էջերին չեն անդառնում ըստ էության։ Չկա շատ են հայոց պատմության մեջ։ Գիտեք, հերոսական էջերին անդրադառնալը այսօր ասում եմ թեմատիկ առումով այդ ուղղությունները լավ չեն զարգանում։ Ինչքան ես եմ հասցնում հետևել այդ ամեն ինչին։ Իսկ դասագրքերում խնդրեմ, թե ինչ իրավիճակ է տիրում։ Ոնց կարելի է պատերազմը, մի մեծ պատերազմ, որի մասին մենք գիտենք շատ բան, շնորհիվ Եղիշեի հատկապես, ու բոլորի կերպարները այնտեղ տարածված, Վասակին մանրակրկի նկարագրում։ Գլխավոր ճակատամարտեր ունենք, բացի Ավարայրից տեղի ունեցել մեկ ուրիշ գլխավոր ճակատամարտ, Խախաղի ճակատամարտը, որտեղ հայերը փայլուն հաղթանակ են տարել։ Ոչ մի բառ չկա այդ ճակատամարտի մասին։ Հայերը 16 ամրոցներ են գրավել պարսիկներից, ոչ մի բառ չկա այդ մասին։ Ջախջախել են հայերը Սասանյան հեծյալ կորպուսը, որը մտել էր Հայաստան սկզբից, փայլուն ռազմական օպերացիա են իրականացնել այդ լրիվ այն ժամանակվա ռազմական տրակտատների հիման վրա, որը ես պարզ ցույց եմ տալի Եղիշեի նկարագրությունը ռազմական տրակտատներում եղած այդ ժամանակվա տեսությունը, թե ինչպես պետք է գրոհել ռազմական ճամբարի վրա, օրինակ 3 կողմից, այլ ոչ թե 4 կողմից, որպեսզի այն մի կողմից փախնեն գնան եւ այլն եւ այլն։ Այդ ամեն ինչը Զանց առնես չկա։ Եվ Վարդան Մամիկոնյանի կերպարին անդրադարձը։ Եվ Վարդան Մամիկոնյանի եւ Վասակ Մամիկոնյանի կերպարները սխալ են ներկայացված։ Չեն բացված։ Վարդան Մամիկոնյանի կերպարը չի բացված, իսկ Վասակինը ներկայացված է որպես մի այսպես դիվանագետ քաղաքական գործիչ, որին պարզապես երևի լավ չեն հասկացել այս մեծ ճամբարը հայկական։ Իրականում եւ դիվանագիտական գործունեություն եւ ռազմական առումով եւ Վարդանն է աչքի ընկել։ Կարճ ասած
նպատակն է այստեղ հասկանում եք կարևոր նպատակը դրված է ընկճել հայության դիմադրական ոգին հայերին սարքել ինչպես մի կեղծարար պատմաբան կա Միացյալ Նահանգներում ցակումով հայ Ռոնալդ Սյունին նա ասում էր հայերը պետք է վերադառնան եւ սա գրում էր 2004-5 թվականներին հայերը պետք է վերադառնան իրենց կոսմոպոլիտ առևտրական կերպարին ոչ թե այսպես դարձյալ պետություն, բանակ, ազատագրական պայքար կամ պայքար հանուն անկախության այս գաղափարները մոռացեք հայեր, վերադարձեք, դարձեք առևտրականներ եւ կոսմոպոլիտ, այսինքն նպատակը որն է, որ հայը ձուլվի, գնա, վերանա։ Ինչ է նշանակում կոսմոպոլիտ։ Եթե կոսմոպոլիտ ես, արդեն հայ ես, նորմալ հայ ես։ Եթե դու կոսմոպոլիտ ես, մարդիկ ասում են, դու հայ կոսմոպոլիտ լինի։ Դա ինչ է նշանակում, որ հայը պետք է հայ չլինի։ Այնինչ այսօր փորձում է անել Փաշինյանը։ Ժողովրդի համար դա ուղղակի ճակատագրական է լինել կոսմոպոլիտ։ Այն էլ մերպես ժողովրդի համար, որի թշնամիները իրենց նպատակներից ոչնչացնել Հայաստանը, բնաջնջել, հայաթափել, չեն հրաժարվել։ Բացարձակապես Ալիևի խոսքերին կարող եք։ Պարոն Այվազյան, այս իրավիճակից ելքեր տեսնում եք դուք։ Ելքեր կան իհարկե, այսպես աշխարհում այս անորոշությունը մի ինչ որ պահի վերանալու է եւ այդ պահին հնարավոր է որ մեր տարածաշրջանում որոշ ուժեր փորձեն արդեն Ադրբեջանին խեղճացնել, ինչպես մինչև այսօր Ադրբեջանին ուժեղացնում էին, մեզ թուլացնում։ Հիմա հակառակ ուղղությամբ գնան, փորձեն Ադրբեջանին խեղճացնել, իսկ մեզ պահել որպես Ադրբեջանին հակակշիռ։ Որոնք են այդ ուժերը։ Առաջին հերթին Իրանը։ Տեսեք, հիմա բոլորն էլ ընդունում են, որ Իսրայելը եւ Արևմուտքը Ադրբեջանում ունեն իրենց հենակետերը, որոնցով նաեւ պատերազմի դեպքում հարվածելու են Իրանին։ Եվ այդ դեպքում բնականաբար Իրանը հարվածելու է Ադրբեջանին, արդեն շատ պարզ է։ Գուցե նաեւ զորքով մտնի, դա էլ չի բացառում։ Դա նշանակելու է մեծ պատերազմ։ Ահա այս ժամանակ Հայաստանը պետք է ինքը իրեն պահի, կարողանա դիմադրել մինչև այդ մեծ ուժերը իրենց հարցերը լուծեն։ Սա է խնդիրը։ Հասկանում եք, որ մենք պետք է այո ունենանք հզոր բանակ, շատ ճիշտ գաղափարական հիմքերի վրա կառուցված բանակ, հիմա չմանրանամ այնտեղ բացի գաղափարականից ուրիշ շատ հարցեր կան, ես դրանց մասին ժամանակին գրել եմ։ Բայց հիմա ուղղակի ժամանակը չէ։ Բացի բանակից Հայաստանը պետք է ունենա նաև այլ ռազմականացված մեծաթիվ զորքեր, խոսքը աշխարհազորային զորքի մասին է, նաև մեծ ռեզերվ պետք է ունենա, որը շատ արագ համալրի բանակային կազմավորումներին, բայց աշխարհազորը ամենուր պետք է լինի։ Դա ընդունված պրակտիկա է նմանատիպ պետություններում, որոնք ենթարկված են արտաքին մեծ սպառնալիքների։ Ագրեսիայի վտանգ կա որտեղ չի արվում այդ գործը, հասկանում եք։ Այսինքն ազգ բանակ մոդելի մասին երբ խոսում ենք, ես 2003 թվականից եմ գրել այդ տերմինն էլ կարծես թե ես եմ, չգիտեմ, ես չէի շրջանառության մեջ դրեմ 2003 թվականի գրքում արդեն կա թարգմանություն է անգլերենից Nation in Arms։ Ազգ բանակը հայերեն արտահայտում է այդ իմաստը։ Դա նաև տեսական մոտեցում է զինված ուժերի կառուցմանը։ Ռուսաստանում սովետական միությունում ավելի շուտ կար դա։ Вооруженный народ 20-ական թվականներին, երբ Խորհրդային միությունը նույնպես միայնակ էր աշխարհում որպես սոցիալիստական պետություն եւ ենթակա էր մշտական վտանգ կար, որ կարող է հարձակման ենթարկվել բոլոր մյուս կապիտալիստական աշխարհի մեծ տերությունների կողմից։ Այդ вооруженный народ, այդ ազգ բանակ, որ ասում ենք, այդ ամեն չկար, որ ամենուր պետք է լինեին ջոկատներ, այսպես քնած սառեցված վիճակում, չհաշված ռեզերվը, որ ռեզերվն էլ առանձին։ Իսկ 3 բաղադրիչ պետք է լինի Հայաստանում։
բանակ, մեծաթիվ բանակ եւ ոչ թե 1.5 տարի տևողությամբ, որովհետեւ 1.5 տարի տևողությունը, որ իջեցրեցին, դրանով կրճատվում է մեր բանակի թվականակը։ Այլ առնվազն 2 տարվա ծառայություն պետք է լինի։ Բացի դրանից պետք է լինի ռեզերվ, որը ամեն տարի այդ ռեզերվի մարդիկ պետք է 2-3 շաբաթով մեկնեն մարզումների, հավաքների եւ բացի դրանից պետք է լինի աշխարհազոր։ Իսկ յուրաքանչյուր գյուղ պետք է ունենա իր ջոկատը, իմանա իր հրամանատարին, իմանա որտեղ է զենքը, թե կորոշեն զենքը պահել ամեն մեկը տանը, թե ընդհակառակը ինչ որ մի առանձին տեղ։ Այս ամեն ինչը պետք է լինի։ Նրանք էլ իրենց հերթին այդ աշխարհազորում արդեն կարող են լինել նաեւ 50-ից վերև մարդիկ։ Քաղաքներում պետք է լինի աշխարհազոր։ Քաղաքացիական պաշտպանության ոլորտը պետք է այս ողորմելի այս բարձի թողի վիճակից բարձրացնել։ Ամբողջ աշխարհում կառուցում են ապաստարաններ, Հայաստանում մենք չենք տեսնում։ Որտեղ են մեր ապաստարանները Երևանում։ Եթե վաղը այստեղ ռումբեր պայթեն, ուր են այդ ապաստարանները։ Այդ ապաստարանները պետք է լինեն։ Մենք պետք է իմանանք դրանց տեղը։ Ապաստարանների մեջ պետք է լինի ջրի որոշակի քանակ, չգիտեմ, էլեկտրականության, տրանսֆորմատոր, Այդ բոլոր միջոցառումները այս իշխանությունների օրոք ձեր կարծիքով հնարավոր են։ Դե տեսնում ենք, որ ոչ։ Այս իշխանությունները նպատակ չունեն, որևէ նպատակ չունեն այս ուղղությամբ աշխատելու։ Նրանք ասում են, որ ասացի, խաղաղություն է, պատերազմ չի լինի։ Ահա։ Բան այդպես այսօր գիտնական պատմաբան ես նկատի ունեմ, պատմաբանները հիմնականում ինչ ուղղություններով ձեր կարծիքով պետք է ավելի շուտ զարգացնեն իրենց ուսումնասիրությունները, ոչ թե այն մարդիկ, ովքեր գրանտեր են ստանում, այլ եթե այն մարդիկ, ովքեր իրոք մտահոգված են պատմագիտության զարգացմամբ եւ այսօրվա իրականությունը հաշվի առնելով, որ ուղղություններով պետք է աշխատեն ձեր կարծիքով։ Այսօր աշխատավարձն է փաստորեն վերածվել գրանտի, այսինքն նա ով աշխատում է ակադեմիական հիմնարկում կամ համալսարանական միջավայրում, աշխատավարձ ստանալով միշտ հաստատում են նրա գիտական աշխատանքի ուղղությունները։ Իսկ այդտեղ ամեն ինչը վերահսկվում է։ Եվ երբ ասում եք ոչ թե նրանք, ովքեր գրանտներ են ստանում, չկան այդպիսիք։ Բոլորը զուգահեռ գրանտի զուգահեռ նաև զուգահեռ գրանտին ակադեմիական կառույցներից դուրս շատ բարդ է, ով պետք է ակադեմիական կառույցներից դուրս, քանի հոգի պետք է կարողանան աշխատել։ Այ եթե կարողանայինք ստեղծեինք զուգահեռ ակադեմիական հիմնարկություններ եւ որոշակի ֆինանսավորում ապահովեինք, այդ ժամանակ հնարավոր կլիներ ազգային հիմքերի վրա եւ բնականաբար եթե այդտեղ ղեկավարությունն էլ ինքը որոշեր թե ինչ թեմաներ պետք է զարգացնեն այսօրվա համար օրինակ որ թեմաներն են մեզ համար ավելի կարևոր իհարկե առաջին հերթին Հայաստանի ռազմական պատմությանը նվիրված թեմաները ազատագրական շարժումներին նվիրված թեմաները հայոց եկեղեցու եւ եկեղեցու հենց այն գործունեության մասին հատկապես պետք է ուսումնասիրել, որոնք վերաբերում են դարձյալ ազգային ինքնությանը, կրթությանը եւ այլն, ժողովրդագրական թեման պետք է զարգացնել, որ դարձյալ շատ թույլ է Հայաստանում, վերջերս կան ուսումնասիրություններ, ես էլ մի մեծ աշխատություն գրեցի այդ ուղղությամբ 17-18-րդ դարերի հայոց ժողովրդագրության մասին Ցավոք սրտի դարձյալ այդ հետազոտության արդյունքները որևէ կերպ չեն արտացոլվում դասագրքերում, այնինչ նպատակը որն է վերջին հաշվով, երբ գրում ես դրանք հիմնարար փաստեր են, հասկանում եք, ինչքան հայ է ապրել Հայաստանում մոտավորապես իհարկե կարելի է որոշել ճշգրիտ թվականակը մինչև այսօր երբ մարդահամարներ են անցկացվում Հիմա էլ դեռ հնարավոր չի լինում որոշել, բայց մոտավորապես կարելի է որոշել։ Օրինակ 17-րդ դարի սկզբին, 18-րդ դարի սկզբին, 19-րդ դարի սկզբին եւ այլ այս ամեն ինչը Այս ժամանակահատվածը հատկապես կարևոր է, ոնց ժողովրդագրությունը այստեղ փոխվեց, չէ՞, մանավանդ Արևելյան Հայաստանի շրջանում։ Այո։ Դե հիմա շատ է շահարկում, կարծում եմ մանավանդ այդ շրջանին հատկապես կարևոր է անդրադառնալ, ինչպես եղավ, որ այստեղ հայերը ավելի քիչ թիվ կազմեցին, Շահ Աբբասի նկատի ունեմ եւ ավելի քիչ չեն կազմել հայերը։ Ընդհուպ մինչև 19-րդ դար Արևելյան Հայաստանում հայերը կազմել են մեծամասնություն։ Այո, շատ փոխվեց, բայց Շահ Աբբասի անգամ Շահ Աբբասի
բռնագաղթից հետո, որը մոտ կես միլիոն հայ, նույնիսկ ավել գուցե 500-600,000 հայ տեղահանեց Հայաստանից եւ դրանց կեսը զոհվեց ճանապարհին եւ տեղում արդեն հենց առաջին ամիսներին դրանից հետո Հայաստանում եւ Երևանում անգամ հայությունը շարունակում էր պահպանել իր մեծամասնությունը, որտեղ երկիրը հայաթափվել էր մասամբ։ Իսկ հետո 18-րդ դարի 1720-ականներից հետո այլ օսմանյան ներխուժումը եղավ, հետո անիշխանության մեծ մի այսպեսի շրջաններ եղան անհաջող իրանական տերության մեջ եւ այլն համաճարակներ եղան սով եւ այլն, այ դրանից հետո Արևելյան Հայաստանի իրավիճակը ավելի բարդացավ եւ երբ ռուսները եկան 19-րդ դարի սկզբին, գրեթե անմարդաբնակ բազմաթիվ շրջաններ կային Հայաստանում։ Ուղղակի անմարդաբնակ, որ ոչ հայ էր ապրում, ոչ էլ մահմեդական էր ապրում, ոչ ոք չէր ապրում։ Հասկանում եք։ Այս ամեն ինչը, իսկ դու եթե ժողովրդագրությունը չգիտես, չես կարող նորմալ ուսումնասիրել այս ոլորտները։ Մեզանից ոլորտը զարգացած չի եղել։ Եթե դու պիտի իմանաս ժողովրդագրությունը, որ հասկանաս տնտեսության զարգացումը, հասկանաս կրթությունը թեկուզ, հասկանաս բանակը, օրինակ այս մյուս գիրքս, որ հայոց զորքը Արցախում 1722-35 թվականներին կազմավորումը, զինումը եւ ճակատամարտերը, դարձյալ ես հենվել եմ թվականակը որոշելու համար, ժողովրդագրական նաեւ ուսումնասիրությանս վրա եւ հակառակ ուղղությամբ պետք է զարգացնել բանակի զորքի թվականակից դեպի ժողովրդագրություն եւ ժողովրդագրությունից դեպի զորքի թվականակ։ Իհարկե մյուս բոլոր ուղղություններն էլ կարեւոր են պատմության մեջ, տնտեսությունն է կարեւոր, գաղափարական ոլորտն է կարեւոր, կրթության ուսումնասիրություն եւ այլն։ Այդ ամեն ինչն էլ պետք է ուսումնասիրել, բայց առաջնահերթ ուղղությունները ժողովրդագրություն, տնտեսություն, ռազմական պատմություն սրանք են, ես կարծում եմ, սրանց վրա պետք է, իսկ այսօր շեշտը դնում են առօրեական պատմության ուսումնասիրության վրա, այսինքն հարցեր, որ դարձյալ շատ հետաքրքիր են, բայց դրանք ֆունդամենտալ հարցեր չեն, օրինակ ասենք այսինչ գյուղում կամ այսինչ քաղաքում, ինչպես էր ապրում այսինչ արհեստավորը, առավոտյան զարթնում էր այսինչ ժամին, Էս էր ուտում, ինչ էր ուտում, օրինակ հետաքրքիր է։ Սկսում են, հետաքրքիր է, իհարկե հետաքրքիր է։ Հետո դրա հիման վրա էլ կարելի է մի քանի ուրիշ եզրակացություններ անել։ Հետո ուր էր գնում, ինչով էր տեղաշարժվում, ժամը քանիսին էր քնում, եւ այլն եւ այլն։ Այս սրանք էլ են պատմություն, սա էլ է իհարկե պատմություն, բայց այսօր մեզ համար մեր այս սուղ ռեսուրսները որ կան, շատ ավելի կարեւոր է մյուս ուղղությունը։ Եվ երբ ես ասում եմ դրսից է վերահսկվում, գիտեք, այս կոպուսային հիմա հոդվածները, որոնք լույս տեսնեն, դեռ պետք է ուշադրություն դարձնել, թե դրսում ինչ է հրապարակվում։ Որ գնաց, հրապարակվեց, մի բան էլ հլա ասում են, այս ինչ լավ է հրապարակվեց, քանի որ դրսում է հրապարակվել։ Բայց հենց մի հատ նայեք, տեսնենք ինչ է հրապարակվել։ Օրինակ, տեսեք հիմա հայ եկեղեցու դեմ արշավ է, չէ՞, այստեղ, դրսից կազմակերպված արշավ է, դրսից։ Եվ հիմա լույս է տեսել այդպիսի մի անգլերեն հոդված 17-19-րդ դարերում հայոց եկեղեցու մասին, հեղինակն էլ ցավոք սրտի Մատենադարանի կրտսեր գիտաշխատող է։ Ես անձամբ չեմ ճանաչում, ես արդեն 1 տարուց ավել եմ Մատենադարանում էլ չեմ։ Տեսնենք, ասեցի շատ հետաքրքիր է, սա ինչ հոդված է։ Ուրեմն հոդվածը նվիրված է հայոց եկեղեցում այն երկպառակություններին եւ հակամարտություններին, որոնք քաչ հայտնի են, հենց այդ 17-րդ դարից մեր պատմիչները Առաքել Դավրիժեցին, Զաքարիա Քանաքերցին, մյուս մեր աղբյուրներում որոշ բաներ կան, հետագայում Միքայել Չամչյանը 18-րդ դարի երկրորդ կեսին այդ մասին ավելի մանրամասն գրեց, իսկ այդ բոլոր պատմությունները արդեն ամփոփիչ կերպով ներկայացրեց Մաղաքիա Օրմանյանը իր հայապատումում, այո, ազգապատումում կներեք, ազգապատումում, այո։ Դա արդեն 20-րդ դարի սկիզբն էր։ Հիմա այդ հակամարտություններն են ներկայացված, այսպիսի այս եկեղեցականը սրա դեմ, սա նրա դեմ եւ այլն կաթողիկոսների մի շարք ուրեմն գործողությունները եւ այլն, բայց ամենակարևորն ինչն է։ Ուրեմն հենց ամենաառաջին պարբերության մեջ գրված է, որ
Էջ Սուրբ Էջմիածնի հեղինակությունը այդ ժամանակաշրջանում, ուրեմն 17-ից 19-րդ դարերի մասին է խոսքը, 300 տարվա մասին է խոսքը։ Ուրեմն կտրուկ անկում ապրեց եւ հոգեվորականությունը հայ, ուրեմն այդ ժամանակաշրջանում ցուցաբերեց իր անսահման ագահությունը, սահմաններ չունեցող էլի, ագահությունը, այդպես այո, greed բառով էր, անգլերեն էր հոդվածը, ագահությունը եւ ինչը միևնույն ինչ-որ մի էլի բացասական բաներ։ Հիմա լավ չեմ հիշում, հիմա որ ասեցիք նոր հիշեցի այդ հոդվածի մասին։ Բայց բանն ինչն է։ Ուրեմն կարդացողը անգլերեն այդ հոդվածը, որը ծանոթ չէ հայոց եկեղեցու պատմության այդ ժամանակաշրջան, կմտածի ուրեմն 300 տարի հայոց եկեղեցին այսպես դրսևորում էին եկեղեցիականներ հենց անսահման ագահությունն ու չգիտեմ այնտեղ այն մյուս բառն էլ ափսոս չեմ հիշում, մի շատ վատ բառ էր, բայց ինչպես կարելի, ոնց կարելի է։ Եվ չի տրված համատեքստը պատմական։ Ինչ էր տեղի ունենում այդ ժամանակաշրջանում Հայաստանում։ Ինչ էր կատարվում։ Բռնագաղթ, սով, համաճարակներ, ներխուժումներ, օտարտերությունների պատերազմներ, եւ այդ ժամանակաշրջանում հույս ունենալ թե ինստիտուցիոնալ եկեղեցու մեր եկեղեցու ինստիտուցիոնալ կայունությունը մի հրաշալի վիճակում կլինի, անհնար է։ Միաժամանակ ոչինչ չի ասված այն մասին, որ մենք հենց այդ նույն ժամանակաշրջանում ունեցել ենք փայլուն կաթողիկոսներ, փայլուն եկեղեցական գործիչներ, որոնք այդ ծանր իրավիճակում սկսած Մովսես Տաթևացուց 1629 թվականից, հետո նրանին շարունակած Ֆիլիպոս Աղբակեցուց, հետո Հակոբ Ջուղայեցուց, հետո մեր մյուս կաթողիկոսները 1-2 բացառությամբ ընդամենը փայլուն կաթողիկոսներ են եղել բոլորը։ Նաև ազատագրական շարժման հետ են կապ ունեցել։ Մեծ բարենորոգչական աշխատանք են կատարել։ Ավերված եկեղեցիներն են վերանորոգել, դպրոցներն են հիմնել, նոր այսպես կրթական մի բարենորոգչական մեծ շարժում են սկսել։ Եվ այս ամեն ինչի մասին բան չկա։ Մենակ գրած այդ հակամարտությունները, սա սրա դեմ վատ բան արեց, նա նրա դեմ վատ բան արեց, մեկ էլ որ անսահման ագահություն էին դրսևորում։ Սա ինչի մասին է խոսում։ Ես չգիտեմ նույնիսկ այդ ձևով է ներկայացվել հոդվածը այնտեղ, այդ կարծեմ Օրիենտ ժուրնալում էր տպվել, այդ Օրիենտ ժուրնալը Գերմանիայում է, եթե չեմ սխալվում, հրատարակվում։ Այնտեղ այդպես է ներկայացվել, թե նրանք են խմբագրումներ կատարել։ Իսկ եթե այդպես է ներկայացվել, հենց այս փուլում, երբ հայոց եկեղեցու դեմ այստեղ պատերազմ է մղվում, ինչու է այդպես տեղի ունեցել։ Հասկանում եք մեր իրավիճակը, քաղաքականը, պատմականը, ես չգիտեմ, տեղյակ չեմ, բայց սա ընդամենը մեկ օրինակ է։ Եթե մենք ժամանակ ունենանք եւ դնենք հետազոտենք այս կոպուսում լույս տեսած հոդվածները հենց այս տեսանկյունից, ես չգիտեմ էլ ինչեր կարող ենք բազմաթիվ բաներ հայտնաբերել։ Համենայն դեպս հələ մի հատ նայենք տեսնենք այդ սկոպուսում լույս տեսած հոդվածներից քանիսն են անդրադառնալու հայոց ազատագրական շարժումներին։ Մի հատ տեսնենք։ Ինձ թվում է գրեթե չեն լինի կամ բացառիկ հոդվածներ կարող են լինել, հələ մի հատ էլ նայենք տեսնենք բովանդակությունը այդ դեպքում ինչ է այդ հոդվածների լինելու։ Հասկանում եք, իրավիճակը ծանր է, մենք չունենք այսօր պետականազուրկ վիճակում ենք խոշոր հաշվով դե յուրե կա Հայաստանի պետությունը, դե ֆակտո չկա Հայաստանի պետությունը։ Հայ ժողովուրդը պետականազուրկ վիճակում է եւ ենթարկվում է հարձակումների բոլոր կողմերից, բոլոր հնարավոր միջոցներով, այդ թվում հենց Հայաստանի իշխանության կողմից։ Հենց եկեղեցու դեմ արշավանքը դրա լավագույն ապացույցն է։ Պարոն Այվազյան, վերջում ձեզ մի քանի բլից հարց ունեմ նաև տալու։ Ասեք, բայց զգուշացնեք, ես էլ մի քիչ պատրաստվեի, թե ինչ հարցեր են։ Չէ, բան չի, դժվար հարցեր չեն կարծում եմ ձեզ համար մանավանդ։ Եթե հնարավորություն ունենայիք մեկին վերակենդանացնելու, ով կլիներ։ Պատմագիտության բնագավառից եթե ասեմ, իհարկե Մովսես Խորենացուն։ Իսկ Արցախում երբ եք եղել վերջին անգամ։ 2012 թվականին։ Ես ամեն տարի գնում եի Արցախ, ճիշտն ասած, բայց 2012 թվականից հետո չգնացի, որովհետև ինձ համար պարզ էր, որ
կարող է այսպես ավարտվել այդ ամենը։ Այն ժամանակ եմ ես շատ զգուշացրել 90-ականների վերջերից բազմաթիվ ելույթներով եւ գրավոր գրել եմ, որ հենց այսպես կարող է ավարտվել, եթե Հայաստանի իշխանությունները շարունակեն այսպես ընթանալ։ Պարոն Այվազյան, ինչ ասել եք համար գեղեցկություն հայկական ձևով։ Շատ բան։ Բոլոր մեր ամեն ինչն էլ գեղեցիկ է, բնությունն է գեղեցիկ, մեր ճարտարապետական կառույցներն են գեղեցիկ, մեր կանայք են գեղեցիկ։ Երևի ամենագեղեցիկ կանայք են։ Շնորհակալ եմ պարոն Այվազյան հետաքրքիր զրույցի համար։ Ես էլ եմ շնորհակալ։